Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում։ Ներքին գործերի նախարարն ու Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի փոխտնօրենը քննարկել են գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության եւ հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։ Նախարարի խոսքով Հայաստանը հանձնառու է իրականացնել բարեփոխումները նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ եւ դյուրին ճամփորդելու հնարավորություններ դեպի Եվրոպական միություն։ Առողջապահության համընդհանուր ապահովագրությունը կներդրվի 2026 թվականի հունվարից։ Փաթեթը կսահմանվի 129,600 դրամ։ Այս մասին նախարարն է հայտնել վարչապետին։ Ապահովագրության փաթեթի արժեքը պետական բյուջեից վճարվելու է մինչև 18 տարեկանների, 65 տարին լրացած եւ ավելի բարձր տարիքի քաղաքացիների, նաեւ հաշմանդամություն ունեցող առաջին, երկրորդ եւ երրորդ խմբերի անձանց համար։ Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում ըստ նախնական վարկածի սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու 3 եղբայրները ժամանակավոր տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն, հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Ճամբարակի համայնքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նիստում են նախորդային որոշել։ Հոկտեմբերի 29-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ 3 տղամարդ Գնիշիկ Մոզրով բնակավայրերի տարածքում ապօրինի հրազեններով որս են կատարում։ Ժամը 19-ի սահմաններում նրանց ավտոմեքենան հայտնաբերվել է Ագարակաձոր գյուղի վերջնամասում։ Նկատելով ոստիկանության ծառայողներին, 2 հոգի իջել են ավտոմեքենայից, մեկը նետել է որսը, Բեզուարյան այծի մարմինն ու կաքավները, մյուսն էլ որսորդական 2 հրացանն է նետել։ Քարագլուխ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, իսկ նրա 36-ամյա համագյուղացին ու Եղեգնաձորի 49-ամյա բնակիչը ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Մոտ 500 մետր հեռավորության վրա Եղեգնաձորցին նույնպես ձերբակալվել է, իսկ 36-ամյա տղամարդը ոտքով դիմել է փախուստի։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նոյեմբերի 3-ին նախաքննական մարմին է ներկայացել նաև փախուստի դիմաց 36-ամյա տղամարդը։ Այսօր ժամը 17:40-ի սահմաններում Մարգարա Վանաձոր Տաշիր ավտոճանապարհի 78 կիլոմետր հատվածում բախվել են Mercedes Մակնիշի Գազ 3110 Մակնիշի ավտոմեքենաները եւ Volvo Մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով 2 մուքի մահացել է, կա 3 վիրավոր։ Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկները նաեւ պարզել են, որ մինչեւ Գազ 3110 Մակնիշի ավտոմեքենային բախվել է, Mercedes-ը բախվել է նաեւ դեպի Վանաձոր ընթացող Volvo Մակնիշի բեռնատարին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։